Ընկերները ողջույն, ընդհատակի զրույցները շարունակվում են։ Այսօր առաջարկում եմ խոսենք մեծ ստի մասին, սուտ, որը հորինել են Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊԱ-ականները իրենց իշխանությունը պահպանելու եւ վերարտադրելու համար, բայց մինչ այդ անհրաժեշտ է բաժանորդագրվել մեր YouTube կանալիքին 1991 եւ հավանել, տարածել ընդհատակից զրույցները եւ հիմա հասկանանք թե ինչ մեծ ստի մասին է խոսքը, արդեն տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը ՔՊԱ-ականները մեզ փորձում են համոզել, որ Հայաստանին բռնի ուժով փորձում են մտցնել միութենական պետության կազմ, այսինքն Ռուսաստան, Բելարուս, միութենական պետության կազմ եւ հիմա իրենք այդ սուտը հորինել են, իրենք էլ այդ ստի դեմ մոլեգին, մոլագար պայքար են մղում եւ այդ պայքարի ճանապարհին փորձում են չեզոքացնել բոլոր իրենց հակառակորդներին, այսինքն ով Նիկոլ Փաշինյանին քննադատում է, նշանակում է, որ ինքը ուզում է, որ Հայաստանը մտնի միութենական պետության կազմ, ով Նիկոլ Փաշինյանին քննադատում է, ինքը Կրեմլի ագենտ է, KGB-ի գործակալ է եւ այլն։ Բայց իրականում ինչ է դուրս գալիս։ Այս կեղծ միութենական պետության փոխարեն, որի փոխարեն մեզ ուզում են մտցնել, մենք ուրիշ միություն ենք կամաց մտնում։ Ո՞րն է այդ միությունը։ Պայմանական ասած, թուրքական պետությունների միություն ենք ոնց որ թե մենք ուզում մտնել եւ տարիների տասնամյակների ընթացքում միգուցե սա իսկապես կյանքի կոչվի։ Հիմա շատ հետ կմտածեք, թե ինչ ծայրահեղական պնդում եմ անում, բայց պատկերացրեք, որ այստեղ որևէ ծայրահեղություն չկա, որևէ գույների խտացում չկա, գիտենք, որ օրեր առաջ իմացանք, որ Ցեղասպանության ինստիտուտի տնօրենը ազատվել էր պաշտոնից, հետո եղան ենթադրություններ, որ այս նրա հեռացումը պայմանավորված է ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցելության հետ, իբրև թե ինստիտուտի տնօրենը Վենսին է ներկայացրել Արցախյան շարժումը, գրքեր է նվիրել այդ թեմայով, ներկայացրել է Բաքվի, Սումգայիթի կոտորածները եւ այլն եւ այսօր արդեն Նիկոլ Փաշինյանը հաստատեց այդ տեղեկությունը եւ նշեց, որ իսկապես իր ցուցումով է ազատվել տնօրենը եւ նշեց, հիմնավորեց իր քայլը նրանով, որ պետությունը վարում է արտաքին քաղաքականություն եւ որևէ պաշտոնյա չի կարող հակադրվել այդ քաղաքականությանը եւ այլընտրանքային արտաքին քաղաքականություն իրականացնել եւ նաեւ Ղարաբաղյան շարժումը մենք ավարտել ենք, մի խոսքով արդեն հասկացաք, այսինքն ԱՄՆ փոխնախագահային Արցախյան շարժման հետ կապված գիրք նվիրել է կամ Սումգայիթի եւ Բաքվի կոտորածների մասին պատմելը նշանակում է ըստ Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղյան շարժման վերսկսում, այսինքն եթե հիմա ինքը ավարտել է Ղարաբաղյան շարժումը, նշանակում է, որ Ղարաբաղյան շարժում չի եղել, Ղարաբաղյան պատերազմ չի եղել, նշանակում է, որ մենք չենք պայքարել Ադրբեջանի դեմ, հանուն այնտեղ ապրող հայերի իրավունքների։ Մի խոսքով ոչինչ չի եղել եւ մենք սկսել ենք նոր էջից։ Եվ սա արդեն իսկ շատ բանի վկայություն է։ Մենք սրանից առաջ շատ փաստեր ունեինք պնդելու, որ Հայաստանը աստիճանաբար փոխակերպվում է ադրբեջանական, թուրքական վասալի, բայց այս ակտը, որ տեղի է ունեցել, այս հեռացումը եւս մեկ հիմնավոր փաստակ է, որ Հայաստանը Ադրբեջանի վասալ պետություն է դարձել կամ դառնում է եւ առնվազն դրա ճանապարհին է։ Եվ հիմա Հայաստանի ներսում իշխանական ռոպագանդան մեզ համոզում է, որ մենք ինքնիշխան ենք, որ մենք միութենական պետության անդամ չենք դառնալու եւ որ մենք հակառուս ենք, պետքա պայքարենք ռուսների դեմ, որտեվ 91 թվականից ի վեր Հայաստանն եղել է Ռուսաստանի գաղութը, հիմա գաղութը ապստամբել է, անկախանում է եւ հանուն դրա տվեցին Ղարաբաղը, բայց իրականում երբ որ խորանում ենք, հասկանում ենք, որ այս ամեն ինչը սուտ է, Հայաստանը Ռուսաստանի գաղութը չի եղել։ Սուտ է նաեւ, որ ինչ-որ մեկը Հայաստանին առաջարկում է դառնալ միութենական պետության անդամ, այդպիսի առաջարկ չկա եւ կարող ենք պնդել, որ նույնիսկ եթե Հայաստանը ուզի, նույնիսկ եթե ուզի էլ, Հայաստանին այնտեղ ոչ մեկ չի ընդունելու,
որովհետև մեկը չի ուզում որ Հայաստանը դառնա։ Դա այս իշխանության ռոպագանդիստների ստեղծած մեծ սուտն է իրենց իշխանությունը ամրապնդելու համար եւ Հայաստանը Ադրբեջանի վասալը դարձնելու համար։ Եվ այստեղ մենակ պարզապես խոսքը վասալական, տնտեսական, քաղաքական կախվածության մասին չի։ Իրենց ռոպագանդան ստիպում է որ մենք աշխարհին նայենք Ադրբեջանի հայացքով, Ադրբեջանի ակնոցներով, Թուրքիայի հայացքով եւ Թուրքիայի ակնոցներով։ Այսինքն հիմա մարդիկ իրավունք չունեն, հա, խոսել Սումգայիթի Բաքվի ջարդերի մասին, իրավունք չունեն խոսել Արցախյան շարժման մասին, իրավունք չունեն խոսել ցեղասպանության մասին։ Այս բայդրիսամ պաշտոնյաներն են արգելում, բայց ինչ պաշտոնյանն է։ Պատմագիտական ինստիտուտի տնօրենն է։ Ցեղասպանության ինստիտուտը պատմագիտական ինստիտուտ է։ Իսկ պատմագիտական հիմնարկի նպատակը պատմության ուսումնասիրությունն է։ Այս դեպքում իրենց գիտական հետաքրքրությունների շրջանակներում են գտնվում հայերի եւ ոչ միայն կոտորածները, ջարդերը, ցեղասպանությունը, էթնիկ զտումները, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանում եւ Թուրքիայում։ Եվ հիմա դրա համար հետապնդման է ենթարկվում պաշտոնյան ցեղասպանության ինստիտուտի տնօրենը։ Բայց վաղը կարող են դրա համար հետապնդման ենթարկվել մենք ցեղասպանության մասին խոսելու պատճառով, Բաքվի եւ Սումգայիթի կոտորածների մասին խոսելու պատճառներով, Արցախ բառը գործածելու համար, այսինքն այդ ամեն ինչը ընդհանրապես չի եղել, կամ էլ այդ հետապնդման չեն ենթարկելու։ Գիտենք, որ քարոզությունը, ռոպագանդան, մարդկային միտքը առանցքային կերպով ձևավորվում է պետական, իշխանական խողովակներով, այսինքն պետությունն է ձևավորում քաղաքացի, պետությունն է որոշում թե ինչպիսի քաղաքացի պետք է ձևավորի, եւ հիմա այս պետությունը որոշել է եւ որոշում է, որ այլևս Հայաստանում պետք է լինեն քաղաքացիներ, մանկապարտեզների, զբրոսների, համալսարանների սկսած, որոնք չեն ճանաչի ցեղասպանությունը, որոնք չեն ոչինչ չեն իմանա Արցախի մասին, կամ եթե գիտեն մոռացության կմատնեն, չեն հիշի եւ ընդհանրապես չեն իմանա Սումգայիթի Բաքվի կոտորածների մասին եւ այս ամեն ինչը կհիմնավորվի այն կեղծ միֆով, որ իբրև թե այն ժամանակ մենք հանգիստ խաղաղ մեր համար ապրում էինք սովետի ժամանակ, այդ ինչ եղավ, այդ ռուսները մեր մեջ կռիվ գցեցին։ Սա էլ է իսկապես մեծ միֆ, որ մենք այդպես խաղաղ հանգիստ իրար հետ ապրել ենք։ Լմատ հարցրեք Վարդենիսում, Մարտունիում, Մասիսում, Արարատի մարզում եւ այլուր ապրող հայերին, տարիքով հայերին, տեսեք հələ իսկապես տենց հաշտ համերաշ խաղաղ ապրենք։ Իհարկե ինչ-որ բարի պատմություններ կան, բայց բարի պատմությունների կողքին կա նաեւ կուտակված եւ կուտակվող բացասական էներգիա, որը ինչ-որ մի օր պայթել է եւ այդ իրար այդ հաշտ ու համերաշխ ապրելը ցավոք սրտի դեռևս չի ստացվելու եւ չի ստացվելու առաջին հերթին այն պատճառով, որ Ադրբեջանը չի ուզում։ Ընդհանրապես շաբաթներ առաջ այդ նույն Ադրբեջանի առաջնորդը խոսում էր չեղած, գոյություն չունեցած Խոջալույի ճակերտների մեջ, հաստ ճակերտների մեջ ջարդերի մասին։ Այդ մենք չենք կարող խոսանք Սումգայիթի եւ Բաքվի մասին, որ իսկապես եղել է, որ հաստատված է, որը կասկած չկա, իսկ Խոջալույի ջարդերի մասին, որ չի եղել այդպիսի բան, հայերը այնտեղ ադրբեջանցի չեն կոտորել, որ չի եղել, ասենք եղել է, իսկ իրենք դա շարունակում են խոսել վերադարձի մասին։ Եվ մի մտածեք, որ դուք հաշտ համերաշխ, կողք կողքի սիրով ապրելու եք, չի ստացվելու այդպիսի բան, այդպիսի հեռանկար ցավոք սրտի դեռևս չկա։ Եվ հիմա ձեզ սիրելի հայ ժողովուրդ տերորի են ենթարկում պատերազմով, ասում են, եթե մենք այս զիջումները չանենք, կլինի պատերազմ։ Եվ հիմա պատերազմի այդ տերորով ստիպում են հրաժարվել բոլոր արժեքներից, ստիպում են հրաժարվել հայ լինելուց, ի վերջո, էլի սա ծայրահեղություն չի։ Եվ դուք չեք ապրելու այստեղ, ուղղակի թողնելու եք ու գնաք, թողնելու եք գնաք Ռուսաստան, Պսկով, Նիժնի Նովգորոդ, Վոլգոգրադ, Սոչի, Ռոստով, Գլենդել, Փարիզ, թողնելու եք գնաք, չեք դիմանալու։
այս ադրբեջանական կախվածությանը Հայաստան վերադարձած ադրբեջանցիներին չեք դիմանալու, թողնելու գնաք եւ տասնամյակների հեռանկարում այս երկրի դատարկվելու, փոխակերպվելու թուրքական տարածքի եւ եթե էլի իմ ասածը ծայրահեղությունա թվում, ապա այդ ձեր գունավոր ակնոցներով մտնայիք թե ինչ եղավ Արցախի հետ։ Արցախում հիմա հայ ապրում է, չի ապրում։ Այս խիա թվում որ Արցախում չի ապրում, Գեղարքունիքի մարզում եւ Սյունիքում պետք է ապրի։ Ինչա դες թվում կամ ձեզ եթե այդքանս թեման հետաքրքրում է ճիշտ է էլի ինչի բնիկ Երևանցի չկա։ Ինչի է Հայաստանի բնակչության մի մասը ծագումով Արևմտյան Հայաստանից եւ Սփյուռքից։ Որտեւ այստեղ հայ չի ապրել համարյա։ Երևանցիներ չկան։ Գյումրին որպես այդպեսին ձևավորվել է 19-րդ դարի առաջին կեսին, նույնը Վանաձորը, նույնը մյուս բնակավայրերը, որտեղ էլի հայերը թողել եւ գնացել են այս տարածքից չդիմանալով այդ թուրքական տարի ճնշմանական բռնի արտաքսվել են, հեռացվել են օրինակ Շահ Աբբասի ժամանակաշրջանում։ Ես այդտեղ ծայրահեղություն չկա։ Պարզա թե մեզ ուր են տանում, պարզա թե ինչ ծրագիր են իրականացնում եւ ամենի սկսում է մեր մտածողությունից, որ մենք սկսենք մտածել, որ ցեղասպանություն չի եղել, սկսենք մտածել, որ Արցախյան շարժում չի եղել, սկսենք մտածել, որ մենք ինքնիշխան պետություն ենք եւ հանուն ինքնիշխան պետության ռուսների ինադու պետքա շատ բաներից հրաժարվենք, բայց այդ շատ բաներից հրաժարվելու պարագայում կորցնելու եք ամեն ինչ։ Մի ուզեք պատերազմ, բայց ուզում եք դառնալ Ադրբեջանի վասալը, բայց ախր պատերազմ լինելու պատճառը չկա։ Պատերազմի պատճառը այս իշխանությունը նվիրել է Ադրբեջանին, Արցախը։ Պատերազմի ում պատճառը Արցախն է։ Չկա էլ Արցախը։ Էլ ինչ եք պատերազմից վախում։ Տվել եք։ Մի խոսքով սրա մասին եմ ուզում խոսել, այս թեման իրակը շարունակելի է եւ կշարունակենք անպայման։ Այսօր այսքանը առաջարկում բաժանորդագրվել մեր YouTube անալիքին 191 եւ հավանել, տարածել ընդհատակից զրույցները։ Լավ եղեք։